Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված 8-20 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո Փաշինյանը պատասխանեց ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա լրատվամիջոցների լրագրողների հարցերին։ Առաջին հետաքրքրող հարցն էր, ինչ տրամադրությամբ է նա մասնակցում ընտրությանը։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, այսօր ընտրություն կատարելի ժողովուրդը պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը տեր կանգնելու համար։ Իր ակնկալիքը Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն է։ Եթե չհաջողվի ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն, պատրաստ է հանդես գալ որպես ընդդիմություն։ Ժողովուրդը ինչ որոշի ես կանեմ։ Հարցին հնարավոր հաղթանակի դեպքում ինչու է առաջինը Մոսկվա մեկնելու, Փաշինյանը պարզաբանեց։ Առաջինի երկրորդի հարց չի Մոսկվայել եմ մեկնելու, Վաշինգտոնել եմ մեկնելու, Բրյուսել եմ մեկնելու, Փարիզ եմ, Թբիլիսի եմ մեկնելու, ասել եմ նաև որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում։ Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում վերջին զարգացումների մասին, Փաշինյանը շեշտեց, այդ հարաբերություններում լարվածություն չի տեսնում, դա արհեստական է։ Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում։ Միաժամանակ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, վարչապետը ուշադրություն է հրավիրել, որ զուգահեռ Հայաստանի համար բացվում են նաև նոր ուղղություններ։ Եվրամիությունը արդեն նոր ուղղություն է։ Դուք գիտեք, որ ամենակարևոր եւ հաճելի լուրը այն էր, որ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում բացի էլ որ իրենք հիմա դրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերել։ Ժողովրդավարությունը տարածաշրջանում խաղաղության հիմնական գործիքներից է, վստահ է վարչապետը։ Նշեց, Ադրբեջանի հետ խաղաղություն արդեն կա։ Ակնկալում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Վստահ եմ, որ առաջիկայում կբացվի Թուրքիայի հետ սահմանը, ինչպես նաեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունները։ Իսկ TRIP նախագիծը կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում, ինչը շատ կարեւոր է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի համար։ Իսկ որն է լինելու Հայաստանի ապագա ճանապարհը ընտրություններից հետո, վարչապետը արձագանքեց։ Armenian future will be Հայաստանի ապագան լինելու է անկախության, պետականության, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդման ռազմավարությունը։ Եվ մենք շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, իհարկե մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, որովհետեւ Եվրոպական միությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում մեր հիմնական գործընկերն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում արդեն մեկնարկել է Եվրամիության անդամակցության գործընթացը եւ իշխանությունը նպատակ ունի երկիրը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին։ Հնարավոր է երկու սցենար։ Առաջինը Եվրամիությունը կընդունի Հայաստանը որպես լիիրավ անդամ։ Երկրորդը կարող է չընդունել, քանի որ դա պայմանավորված է բազմաթիվ քաղաքական հանգամանքներով։ Օրինակ Եվրամիությունը կարող է որոշել ընդհանրապես չընդլայնվել։ Փաշինյանի խոսքով երկու դեպքում էլ Հայաստանը շահելու է, քանի որ նույնիսկ անդամակցության բացակայության պարագայում կունենա եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն։ Անդրադառնալով Եվրամիության եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների հավասարակշռման հարցին, վարչապետը նշեց. դա արտաքին քաղաքականության խնդիր է, հիշեցրեց Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն եւ շարունակելու է հավատարիմ մնալ այդ մոտեցմանը։ Չինաստանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների մասին, ըստ վարչապետի, լավ հարաբերություններ են ձևավորվել, դրանք կշարունակեն զարգանալ։ Անցած տարի նախագահ Սին Ցզինպինի հետ ընդունել ենք ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Սա փաստ է։ Ես վստահ եմ, որ ընտրությունների արդյունքում այդ փաստը բացասական փոփոխություն չի կրելու։ Կարծում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաև հետագայում, քանի որ երկու երկրներն էլ շահագրգիռ են։ Հատկապես խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում կան մեծ հնարավորություններ եւ ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը խորանալու է։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, ժողովրդավարությունը միշտ աշխատում է տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության օգտին։ Մերի Խաչատրյան, Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։